Բարի կեսօր, Reopen Media-ի Renews լրատվականը սկսում է աշխատանքն ուղիղ եթերում, ես Սոնա Թումանյանն եմ։ Մենք շարունակում ենք անջատել աղմուկն ու խոսել կարևորի մասին, այսօր հունիսի 9-ն է, երկուշաբթի։ Կարող եք գտնել մեզ YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում, Facebook-ում, Spotify-ում կամ հետևել reopen.media կայքեջին։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ շաբաթն է առավոտյան սկսում է հոգևոր առաջնորդների մասին հրապարակումներով։ Այսօր արդեն նա պնդել է ամենայն հայոց կաթողիկոսը երեխա ունի։ Նիկոլ Փաշինյանը գրել է սա փաստ է եւ եթե Գարեգին երկրորդը փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով ես դա կապացուցեմ։ Ըստ այդմ համաձայն հայ առաքելական եկեղեցու կանոնագրքի Գարեգին երկրորդը չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել կաթողիկոս։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը Գարեգին երկրորդ վեհափարին էր այցելել Լևոն Տեր-Պետրոսյանը, հայտնելու իր աջակցությունը հայրապետի եւ բարձրաստիճան մյուս եկեղեցականների դեմ տարվող արշավի ֆոնին։ Տեր-Պետրոսյանի այցին Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանն էին արձագանքել։ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա պետք է կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի եւ կեղծիքի կողքին։ Հերի քեզ տես հայ ժողովրդին ու քեզ սնես այն մտքով, որ իբր դու բոլորից բարձր ես, բոլորից խելացի։ Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշիր քո ընկերների անունները, որոնց գլուխը կերար։ Իսկ Տեր-Պետրոսյանը երեկ հրապարակել է իր 2007 թվականի ելույթներից մի հատված Լևոն Տեր-Պետրոսյան։ Ողջ պատմության ընթացքում հայ ժողովուրդը գլխավորապես տուժել է իր կառավարիչների տգիտությունից, անհեռատեսությունից եւ ազգակործանությունից, մինչդեռ ողջամտությունը նրան երբեք վնաս չի բերել։ Հաջորդիվ Գարեգին երկրորդն է։ Մեր ուշադրության կենտրոնում նա մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու եւ Հայոց մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ քննարկում ունենալու։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայում է։ Փոխարտգործնախարարությունից հայտնում են, որ ՄԱԿ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմից 17-րդ համաժողովը COP17-ը Երևանում անցկացվելուն ընթരാճ եւ Ֆրանսիայի պաշտոնակցի Ժան Նոել Բարոյի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում լեռներից մինչև օվկիանոսներ կենսաբազմազանության պահպանումը հանուն կայուն ապագայի խորագրի ներքո, որը համատեղ կազմակերպում են Հայաստանը եւ Ֆրանսիան, որպես համապատասխանաբար COP17-ի եւ ՄԱԿ օվկիանոսի հարցերով համաժողովի հյուրընկալ երկրներ։ Ծրագրված են նաեւ Միրզոյանի երկկողմ հանդիպումները գործընկերների հետ։ Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը կրկին վերջին տարիներին ենթարկվում է էական փոփոխությունների։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են, սպառազինության համալրման նոր ուղղություններն են Ֆրանսիան եւ Հնդկաստանը։ Այսօր փորձելու ենք պարզել, ինչ ազդեցություն ունեն այս փոփոխությունները տարածաշրջանային անվտանգային հավասարակշռության վրա եւ ինչու մինչեւ այժմ Երևան չեն հասել Ֆրանսիայի զինված ուժերի նախկին նախարար Սեբաստիեն Լկորնյուի հայտարարած կեսար ինքնագնաց հրետանային կայան, որոնց ձեռքբերման պայմանագիրը ստորագրվել էր 1 տարի առաջ այս օրերին, 2024 թվականի հունիսին։ Հանրային երկու գործչի նախաձեռնած հանրապետության վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը հանգստյան օրերին նոր զարգացումներ է ստացել։ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջարկով պատիմ ունեմ խմբակցությանը վարչապետի թեկնածու է առաջադրել Մասիս համայնքի ղեկավար ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։ Վերջինս հայտարարել է, որ կողմնակից է վերկուսակցական մոտեցմանը եւ պատրաստ է գործակցել ընդդիմադիր բոլոր ուժերի հետ։ Մինչ այդ հիշեցնեմ, որ ՀԿ խմբակցությունից հեռացած եւ իրենց անկախ պատգամավոր հռչակած Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը առաջադրել էին Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Աղազարյանը նախորդին հայտարարել է, որ ինքն ու Ասլանյանը չեն պաշտպանելու պատիվ ունեմի թեկնածուին, ինչից պարզ է դառնում, որ առաջադրման համար անհրաժեշտ է 36 ստորագրության ապահովում, որը մշուշապատ է կարծես թե թվում։ Շաբաթ օրը հունիսի 7-ին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ազգային ժողովի հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին, ուղիղ 1 տարի անց։
Լոս Անջելեսում արդեն երրորդ օրն է բողոքի ակցիաներ են ընդդեմ խստացված միգրացիոն քաղաքականության։ Շաբաթ օրը Միացյալ Նահանգների ներգաղթի և մաքսային ոստիկանության գործողությունը անօրինական միգրանտների հայտնաբերման համար վերածվել է ցուցարարների հետ բախումների։ Բողոքավորները փակել են փողոցներ, այրել աղբամաններ, ծածանել մեքսիկական դրոշներ և հրավառություն իրականացրել։ Ձերբակալվել են տասնյակ մարդիկ։ Նախագահ Դոնալդ Թրամփը կարգուկանոնը վերականգնելու համար Լոս Անջելես է ուղարկել 2000 ազգային գվարդիական և հայտարարել, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը չեն կարողանում կառավարել իրավիճակը։ Թրամփն իր գրառման մեջ նույնիսկ աղավաղել էր Նյուսոմի անունը, նշելով Նյուսքամ, վերջին վանկը անգլերենում անպիտան է նշանակում։ Նյուսոմը քննարկել է Թրամփի որոշումը, շեշտելով, որ նահանգն ունի իրավապահների բավարար ուժեր և նախագահը զորքեր է ուղարկում տեսարանների համար։ Նա կոչ է արել ցուցարարներին չգնալ բախումների և իրենց բողոքն արտահայտել խաղաղ ճանապարհով։ Նահանգապետը նաև դատապարտել է Պենտագոնի ծովային հետևակայինների մոբիլիզացնելու ծրագիրը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և միլիարդատեր Իլոն Մասկի միջև սոցիալական ցանցերում ծագած հակամարտության մեջ երերուն լիցքաթափում է տեղի ունեցել ուրբաթ օրը երկու կողմերի ներկայացուցիչների միջև կայացած հեռախոսազրույցից հետո։ Նրանք դադարել են գրառումներ հրապարակել, բայց դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ հարթվել է, ասել են պաշտոնական աղբյուրները։ Թրամփն ու Մասկը դադարեցրել են իրենց վիճաբանությունն այն կետում, երբ մոլորակի ամենահարուստ մարդն առաջարկում էր նախագահին իմպիչմենթի ենթարկել, իսկ Թրամփը սպառնում էր խզել նրա ընկերությունների հետ դաշնային պայմանագրերը, սակայն ըստ երկուսի հետ էլ մտերմության պահպանող պաշտոնյաների նրանցից ոչ ոք դա չի ցանկանում։ Թրամփը հատկապես զայրացած էր Մասկի ակնարկներից, թե նախագահը կապված է եղել հանգուցյալ սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ և այն պնդումներից, թե ինքը եղել է Էփշտեյնի դոսիեում։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարված է հասցրել Սիրիայի հարավում գտնվող Մազրաաթ Բեյթ ջրին շրջանում, թիրախավորելով պաղեստինյան Համաս խմբավորման անդամին։ Դեռ հունիսի 3-ին Իսրայելը հայտարարում էր, թե հրթիռային հարվածներ է հասցնում Սիրիային՝ ի պատասխան այդ երկրից իր տարածքի վրա արկերի արձակման։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացը պատասխանատվությունը դրել էր Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարայի վրա։ Դամասկոսը հայտարարել էր, որ արկակոծության լուրերը ստուգված չեն և շեշտել, որ Սիրիան սպառնալիք չի ներկայացնում տարածաշրջանային որևէ երկրի համար։ Արկակոծության պատասխանատվությունը ստանձնել էր նահատակ Մուհամմադ Դեյֆի բրիգադներ քիչ հայտնի խմբավորումը։ Մեխիկոյում ապամոնտաժել են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանը։ Ըստ բլոգեր Ալեքսանդր Լապշինի, արձանի փոխարեն տեղադրել են Ադրբեջանի քարտեզը։ Հեյդար Ալիևի Անդրիի դեմ ցույցերը սկսվել էին դեռ մինչև նրա տեղադրումը և շարունակվեցին տեղադրումից հետո նույնպես։ Մեխիկոյի քաղաքային վարչակազմը ստիպված էր հատուկ հանձնաժողով նշանակել քննարկելու արձանի ճակատագիրը։ Մեխիկոյի իշխանությունները ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը։ Ադրբեջանի վիրավորված դեսպան Իլգար Մախմուդովը բռնապետի արձանը վերադարձրել է դեսպանատուն և այդ ժամանակվանից այն կանգնած է Մեխիկոյում Ադրբեջանի դեսպանատանը, գրել է Լապշինը։ Աշոտսկի տարածաշրջանի Մուսայելյան համանքում շուրջ 50 խոշոր եղջերավոր կենդանու մոտ բրուցելիոզ է հայտնաբերվել։ Վարակված կենդանիները ենթարկվել են հարկադիր սպանդի, մինչ այդ բրուցելիոզ էր տարածվել նաև Գեղարքունիքի Չկալովկու համայնքում։ Հայաստան խմբակցության падգամավոր Մհեր Մելքոնյանը ահազանգել է, որ Շիրակի մարզում բրուցելիոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից, որ Աշոտսկի բազմաթիվ բնակավայրերում կան վարակված անասուններ, մարդիկ էլ իրազեկված և պաշտպանված են։ Հայաստանի խորհրդարանում շրջանառվող կրիպտոարժույթների մասին նախագծով առաջարկվում է կրիպտոարժույթների փոխակերպումը կատարել բացառապես անկանխիկ եղանակով, ինչը կարող է առաջացնել լրացուցիչ միջնորդավճարներ և սպասարկման դանդաղում։ Սա քննարկումների առարկա է դարձել, քանի որ կանխիկ գործարքները կարևոր են որոշ դեպքերում, օրինակ Ռուսաստանից կամ Իրանից ժամանած զբոսաշրջիկների համար, որոնք չունեն Հայաստանի բանկային հաշիվ կամ միջազգային բանկային ծառայությունների հասանելիություն։ Ներկայում Հայաստանի բանկային համակարգը չի սպասարկում կրիպտոարժույթային առնչվող կազմակերպություններ, ինչը խոչընդոտ է ստեղծում օրենքի գործնական կիրառման համար։ Թեմային անդրադարձել է Անի Հովհաննիսյանը, դիտենք ռեպորտաժը։
Հայաստանում վերջերս ընդունվել է կրիպտոակտիվների կարգավորող օրենք։ Թեև այն կոչված է կանոնակարգել ոլորտը, փորձագետները մի հարց են բարձրացնում. արդյոք սա իրականում չի խանգարում ոլորտի զարգացմանը։ Գոյություն ունեն բազմաթիվ կարգավորումներ, բոլորը իրենց առավելություններով ու զարգացած երկրների կարգավորումներ, ասենք Ամերիկայինը, Սինգապուրինը, Միացյալ Էմիրություններինը, Հոնկոնգինը եւ այլն, եւ այդ բոլոր կարգավորումները իրենց առավելություններ ունեն, առավելություն չուներ մենակ մի կարգավորում, դա եվրոպական նոր կարգավորումն է, որը միտված է միմիայն, որպեսզի մերպես երկրները խոնարհվեն այդ եվրոպական բանկային համակարգի առաջ եւ հենց այդ կարգավորումն է վերցվել, ընդ որում այդ կարգավորումը դեռևս Եվրոպայում էլ ուժի մեջ դրված չի, արդեն իր վատ արդյունքները ունի Եվրոպայում, հա, բոլոր տնտեսվարողները դուրս են գալիս, ստարտափները դուրս են գալիս։ Ներկա ընդունված օրենքը արդեն իսկ նենց խաղի պայմաններ է դնելու, որ նոր խաղացողները ընդհանրապես չգան, իսկ եթե նոր խաղացողները ընդհանրապես չգան, ել ոնց ենք հասկանալու ինչա պետք փոխել, որ լավ լինի։ Միլիոնավոր դոլարներ էին խնայում այդ փոխանցումները, որտեղ բանկով չէին անում, կրիպտոարժույթներով էին անում, եւ այդ գումարները խնայում էին։ Հիմա արդեն այդ օրենքով ստիպվում է, որ այդ փոխանցումների արդյունքում քաղաքացիները նորից գնան բանկ, նորից սպասեն օրերով մինչև իրենց փոխանցումը կլինի եւ նորից այդ միջնորդավճարները տան բանկերին։ Սա չլսնված բան է կրիպտո ոլորտի համար աշխարհով մեկ։ Հենց կրիպտո ոլորտը ստեղծվել է դրա համար, որ այդ միջազգային փոխանցումների ժամանակ էլ խնայողություն անեն։ Երբ լսում են կրիպտո արտահայտությունը, շատերի մոտ ստեղծվում է պատկերացում, թե սա ինչ-որ բարդ տեխնոլոգիա է, որտեղ պետք է ուժեղ մաթեմատիկա իմանաս կամ ծրագրավորող լինես, որ հասկանաս, բայց իրականում ամեն ինչ ավելի պարզ է։ Բլոկչեյնը դա ընդհանրապես տվյալների պահպանման, մշակման եւ փոխանցման միջոց է։ Այսինքն ինքը ստեղծվել է, որպեսզի ինչ-որ մի տվյալ մի տեղում չպահվի, այլ պահվի շատ տեղեր եւ լինի ավելի անվտանգ եւ ինչ-որ մեկի քմաճույքով փոփոխության չենթարկվի։ Այդ արժույթները, իրանց առևտուրը եւ այլն, դա արդեն ոնց որ հետևանք է։ Օրենքը մի քանի հիմնական վնաս է հասցնում ոլորտին։ Կրիպտոյով արագ ու ցածր միջնորդավճարով փոխանցումները վերադարձվում են բանկերին, ինչը թանկացնում ու դանդաղեցնում է գործընթացը։ Ներդնումներ ու նորարարությունները նվազում են, քանի որ կրիպտոյով գործարքները արգելված են։ Ստարտափները գնում են այլ երկրներ, քանի որ Հայաստանում վատ կարգավորումների պատճառով դժվար է զարգանալ։ Եթե բանկը իմանում է, որ դու ինչ-որ ձև առնչություն ունես կրիպտո բառի հետ, օրինակ SMM ծառայություն եք բացում, որը սպասարկում է կրիպտո ընկերության, սա էլ հաշիվ չեք կարող ունենալ։ Այդ ամենաուղղակի խոչընդոտն է, որոշակի կոմպետենցիայի պակաս կա եւ տեղեկացված լինելու պակաս կա։ Այսինքն ինքը կետերով չի խփում, ինքը ամբողջ ոլորտը փակում է։ Եվ իր բացակայությունն էլ է վնաս, որ հիմա չկա կարգ, այսինքն ես ոչ մի դեպքում չի ուզի, որ չլիներ կարգավորում։ Այն ինչ որ հիմա կա, դա էլի վատ է։ Սինգապուրն է, Հոնկոնգն է, Ամերիկան է, շատ լավ փորձ է, հենց Ամերիկայի Միացյալ Նահանգները ամբողջովին ինտեգրված է պետական ֆինանսական համակարգում։ Մասնագետը չի կարծում, որ օրենք գրողները նպատակադրված ուզում են փակել ոլորտը։ Նրա կարծիքով խնդիրը հաղորդակցման պակասն է։ Իմ պատկերացնելով կոմպետենցիայի պակաս կա։ Նաև համայնքի հետ շփման պակաս կա, նաև համայնքից որոշակի սխալ մեսեջներ կան, որ ես հանրային դաշտում եւս տեսնում եմ, որ օրինակ, չգիտեմ, կրիպտո ոլորտը բանկերի կոնկուրենտն է, բանկերը վատն են, կրիպտոն լավն է, նաև գիտակցում է պետք ունենալ, որ մեկ հաջողված կրիպտո պրոյեկտը, որը Հայաստանում է գրանցված, այստեղ հարկեր է վճարում եւ այլն, ինքը իր կապիտալիզացիայով կարող ավելին լինի, քան ասենք հարևան երկրի նավթային բյուջեն։ Ամատունու կարծիքով Հայաստանը բոլոր շանսերը ունի հաջողված նախագծեր ունենալու, որոնք անգամ կգերազանցեն մեր պետբյուջեն։ Անի Հովանիսյան, Դավիթ Եղիազարյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Գոյ թատրոնի փակման առթիվ հայտարարություններ են տարածել մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ։ Նրանք դիմել էին դատարան վիճարկելու թատրոնի փակման որոշումը։ Դատարանը եզրակացրեց, որ մեր իրավունքները կամ օրինական շահերը չեն խախտվել։ Այս որոշման հետևանքով փակվեց Գոյ թատրոնը, եւ մենք զրկվեցինք մեր սիրելի աշխատանքից առանց պատշաճ քննարկման եւ համաձայնության, ասված է հայտարարության մեջ։ Նախաձեռնության հեղինակները հայտարարել են, որ շարունակելու են պայքարը։
Այս ժամի լրահոսը սպառված է, եթերում կհանդիպենք ժամը 15-ին, դուք կարող եք հետևել Reopen Media-ի լրատվական բաժնի հոսքերին YouTube, Telegram, Instagram, X, Facebook, Spotify եւ այլ սոցիալական մեդիա հարթակներում։ Մեր բոլոր հարթակների հղումները կարող եք գտնել ուղիղ եթերի նկարագրության հատվածում եւ կցված մեկնաբանության մեջ։ Մեր երիտասարդ թիմին օժանդակելու համար կարող եք հանգանակություններ անել Reopen.media հարթակում Donate կոճակի միջոցով։ Տաղավարում աշխատեց Սոնա Թումանյանը, շնորհակալություն։